Կարճ ժամանակ անց բժշկական համալսարանի գրադարանն այս տեսքն է ունենալու։ Կարմիր դահլիճում նիդերլանդական ճարտարապետական ընկերության մասնագետները ներկայացնում են գրադարանի վերափոխման նախագիծն ու տեխնիկական լուծումները։ Ծրագիրն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի և Կերոն հիմնադրամի գործակցությամբ։ Գրադարանը ոչ միայն գրքերի հավաքածու է և ոչ միայն սրահ է, որտեղ դուք կարող եք այդ գրքերից օգտվել, այլ ուսանողական նոր միջավայր է, որը նպաստելու է և բարձր կրթությանը, և այդ կրթության միջազգային դաշտում մրցունակությանը և արտահանմանը։ Բազմաֆունկցիոնալ գրադարանը կզբաղեցնի 3000 քառակուսի մետր տարածք, որտեղ բացի ընթերցանությունից ուսանողները կկարողանան հետազոտական աշխատանքներ և փորձեր իրականացնել։ Կկառուցվի նաև հանգստի և ոչ ֆորմալ շփման գոտի։ Դուք ունենալու եք մի վայր, մի տարածք, որը լինելու է գերժամանակակից, ձեր ներկա 600 քառակուսի մետր տարածք զբաղեցնող գրադարանի փոխարեն 3000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող գերհագեցած, թվայնացված, բաց և փակ դահլիճներով, անհատական պարապմունքների սենյակներով, խմբակային պարապմունքների սենյակներով մի տարածք, որը ավելին է լինելու, քան գրադարանը։ Մոտ 1 տարի պահանջվեց այս գերժամանակակից գրադարանի նախագիծը մշակելու համար։ Բուհի նոր գրադարանը ունենալու է բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Նախագծման աշխատանքների ընթացքում հաշվի ենք առել նաև բժշկական համալսարանի շենքի ճարտարապետական տեսքը։ Վստահ եմ, կառուցվող գրադարանը ուսանողները շատ են սիրելու։ Կրթական նոր միջավայրը հագեցած կլինի թվային տեխնոլոգիաներով և էլեկտրոնային գրքերով, որոնց շնորհիվ բուհի ռեսուրսներն ավելի հասանելի կդառնան դասախոսներին և ապագա բժիշկներին։ Շատ ուրախ եմ և ողջունում եմ, որ նման համագործակցության արդյունքում մենք իսկապես մեր ապագա առողջապահական համակարգի որակի ստանդարտների բարձրացման ևս մի կարևոր քայլ ենք իրականացնում։ Նախագիծը կարող է դառնալ կրթական ենթակառուցվածքների զարգացման օրինակելի մոդել նաև այլ համալսարաններում, նշում է Ժաննա Անդրեասյանը։ Կարճ ժամանակ անց մենք ներկա ենք լինելու օրինակելի և ուղենշային մի տարածքի բացման, որտեղ կարծում եմ նաև սովորելու ենք, ինչպես նման գրադարաններում աշխատել, ինչպես նման գրադարաններում հետազոտել, ինչպես նման գրադարանները կառավարել, նորացնել, պահել անընդհատ այդ ուղեծրի մեջ։ Բուհում վստահ են, նոր գրադարանը կբարելավի ապագա բժիշկների ուսումնական պրակտիկան և կխթանի ինտերակտիվ կրթական մշակույթի ձևավորումը։ Արամ Մարանդյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։